Da pari yerego. Devnagan navuklu Ordial del men Iisus Hristos, amen. Haymer, orherginus es su yeritzi amko, yegesia kayutunko, yeritsin kamko, orbes herginus ebergi, ashatsme anabazor, urmes aisor, yekov mezes vardis me, orbes yermek tobim merons vardabanats, yemin aniris mezi portuciun, ay pergyaz mezi charen, Zikoy arkayություն և զորություն և փառք հավիտյանս հավիտենից ամեն իմաստություն որ Հիսուս դուր մեծ իմաստություն կսպարիս խորհել և խոսել և գործել առաջի քո ամենայն ժամ իջար խորհրդոց իբանից և իգործոց բրդյաց մեզ և ողորմյա քո արարածոց և մեզ բազմամելացս ամեն ամեն Հրամեցեք։ Դա բարի երեկո ձեր բոլորին, նաև բարի երեկո բոլոր անոնց, որոնք այս պահուն համացանցի Facebook-յան այս էջով գեհդևին այս երդողություններուն։ Մեր այսօրվան շարականի երկեցողությունը շարունակությունն է մեր անցնող շաբթվան ներսես շնորհալի հայրավետի կողմի կրված աղոթք շարականն է, որ խաղաղական ժամերթության ընթացքին Աստծո խնդրելու այն խաղաղությունը, որ ինքը խոստացավ դալու բոլոր անոնց, որոնք իրեն գտիմեն։ Ինչպես Քրիստոս վիդեսեր արիթովը, ես իմ խաղաղությունս է, որ կտամ ցեզի, եւ ոչ թե այս աշխարհի դված խաղաղությունը։ Եվ մանավանդ այսօր գլսենք, կդիտենք, կհետևենք, թե ամբողջ աշխարհը դառնու վրա վիճակով, իրարանցած վիճակով մեծ պետություններ, հզոր գայսություններ, պետություններ կփորձեն իրենց դված խոստումներով խաղաղություն կերել որպես թե եւ սակայն շատ հստակ է, որ այդ խաղաղությունը այդքան ճշմարիտ խաղաղություն չէ։ Որտեղ խապուսիկ ժամանակավոր գերց ինչ որ է, անորամարան մեր աղոթքը լա, որ մեզի խաղաղություն դա ան, որ կգոչվի խաղաղության իշխան, ինչպես դիտես Մարգարեության գիրքի մեջ պիտի ծնի ցեզի թագավորը, որ կգոչվի խաղաղության իշխան։ Եվ հետևաբար մեր աղոթքը բարձրացնենք եւ այդ խաղաղության իշխանեն մեզի համար խաղաղություն խնդրենք եւ մեզի համար որովհետեւ ոչ թե միայն անձնական մեզի, այլ նաեւ ամբողջ աշխարհին։ Եվ այդ խաղաղությունը, որ կխնդրենք սիրելիներ արդակնաբես չտեսնենք անպայման, այլ այդ խաղաղությունը տեսնենք ներքնաբես, ներքին։ Որովհետև ինչ օգտակար, ինչ արժեք ունի, երբ որ ամբողջ իմ շուրջս, ինձ մեջ դուրս խաղաղ է վիճակը, բայց խորքի մեջ ես խաղաղ չեմ, ներքնաբես խաղաղ չեմ, ոչ մեկ արժեք ունի։ Բայց ավելի արժեք ունենա, երբ որ ամբողջ աշխարհը թեգուս դակնու վրա է, իրանանցած է, բայց ես ունիմ ներքին խաղաղություն։ Եվ Քրիստոսի խոստացած դալիք խաղաղություն այդ ներքին խաղաղությունն է։ Հակառակ մեր շուրջ եղած փանիկային իրանանցած դակնու վրա վիճակներում Երբ որ մեզի դրված այդ խաղաղությունը կկարողանան պահել եւ օգտագործել այնպեսը, վստահ եղեք, որ գրնան հագարակ այս իրողություններուն, գրնան մեր նավը, կյանքի նավը, այս փոթորգալից վիճակի մեջ հասնի մինչեւ խաղաղ նավահանգիստ, այն վստահությամբ, որ նավաբեդ բարի որպես է շարականակիրը Քրիստոսին է, որ մեր կյանքի նավը գվարե, նավավարե, գահասնը մինչև խաղաղ նավահանգիստ։ Հետևաբար եկեք այս հավատքով, այս վստահությամբ շարականը որպես աղոթք երկենք եւ բարձրացնենք առաստված։ Իքեզ նայիկ լույս արմահատույց, իսկայական ծածկյալուսո, Zuu
խաղաղության պահեմես այս գիշեր եւ ամեն ժամանակ հուսուկ երկյուրիք մեջ բևերված վահեմեր միտն ու խորհուրդները, որովհետեւ միշտ կեզբով պահպանված լանք դրամի որոքայտներեն եւ օրնապանենք ու փառավորենք քեզ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի հավիտյանս ամեն Սուրբ Աստված Սուրբ Եվ ևս խաղաղությանս Տեր աղաչ Եսու, բացն լսելի լինելով յարն Աստծոց այն աղաչանած մերոց բարեփոխությամբ Սուրբ Աստվածածնի, եւ իջանելով ի վերամեր ողորմության եւ կտության յարն Աստծո ամենագալ Տեր Աստված մեր գեցո եւ ողորմյան, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, ով ետնավոր Հայր, կփառավորենք ու Սուրբ անունդ Եվ շնորհակալություն գայտնենք քեզ իգուդված բոլոր բարիքներուդ համար։ Առավել ևս շնորհակալություն գայտնենք քեզ ով ետնավոր Հայր այս օրվան համար, ու մանավանդ այս պահում, որ դու մեզ յուրաքանչյուրը հրավիրեցիր այստեղ։ Մեր քայլերը առաջնորդեցիր, որովհետեւ այստեղ քու ներկայությանդ վայելք ունենանք, լսելով ու պատկամներդ վայելելու քու ներկայությունդ եւ լեցվելու քեզ մով։ Եվ նաեւ խնդրելու քեզ մե, որ դաս մեզ մե յուրաքանչյուրին այնինչ, որ խոստացար քու աշակերտներուդ տալու, այն ճշմարիտ խաղաղությունը, որ ունեսիր, ես իմ խաղաղությունս է, որ գուդամ սեզի։ Հետևաբար մեր աղոտ խնդրանքն է, որ այդ խաղաղությունը դաս մեզ մե յուրաքանչյուրին։ Այդ խաղաղությունը դաս համայն աշխարհին։ Խաղաղությունը, որ ոչ միայն արտաքին, այլ ամենակարևորը մեր ներքին հոգևոր կյանքի խաղաղությունն է։ Որովհետեւ կարենանք ու այդ տված ճշմարիտ խաղաղությամբ այս դժվարին պայմաններու մեջ կարենանք մեր հավատքը պահելու, կարենանք մեր այդ հավատքին համար պայքարելու եւ կարենանք այդ հավատքը հաստատուն պահելու, մինչեւ ու երկրորդ կալուստը, որուն համար է որը սիր, եթե մարդու որդին կա երկրի վրա հավատք պիտի գտնեք ամբողջ։ Անորամարա մեր աղոտ խնդրանքն է, որ զորացնես մեզ, ու ներկայությամբ լեցնես մեր կյանքը եւ Սուրբ Հոգի շնորհներով, որպեսզի կարենանք իրապես այդ ճշմարիտ հավատքը պահելու եւ ոչ թե միայն պահելու այդ հավատքը, այլ նաեւ այդ հավատքին համար այդ բարի պատերազմը պատերազմելու։
Նաև մեր աղոթքն է, որ հիշես այնինչ, որու մասին խոսեցարը սկիզբեն, որ դեղի կունենա այսօր միջին արևելքի մեջ։ Այդ պատերազմներն ու պատերազմներու լուրերը, որոնց համար գաղութենք և կխնդրենք, որ այդ բոլորը շուտով լմնան, որտեղ ուրիշ բան չի կատարվիր, եթե ոչ գործանում, մա սպանություն, ավեր, աղ ու սարսափ։ Ճիշտ այդ բոլորի մասին խոսեցարը սկիզբեն։ Այդ բոլորի մասին արձանագրեցինք քո աշակերտները, տարակյալները։ Եվ այդ բոլորի մասին այսօր մենք կգարտանք ևս։ Բայց այդ բոլորին համար նաև կխնդրենք քեզ մեր իմաստություն, համբերություն, խաղաղություն, որպեսզի կարենանք այս դժվարին պայմաններու մեջ մեր կյանքի նավը քո առաջնորդությամբ հասցնելու մինչև խաղաղ նավահանգիստ։ Այս այլ թող նաև գաղութենք և կխնդրենք բոլոր անոնց համար, որոնք դժվարին պայմաններու մեջ են, իրենց առողջության հետ կապված, ընտանեկան դժվարություններու, տնտեսական տագնապի, կամ ինչ որ ինչպիսի վիճակի մեջ որ են, գաղութենք և կխնդրենք, որ քո հայրական սիրովդ և հոգացությամբ նայիս և քո աչքդ երկարես։ Բժշկություն, մխիթարություն, համբերություն, իմաստություն դաս յուրաքանչյուր։ Իսկ այսօրվան սերտողության համար կխնդրենք, որ իմաստություն դաս խոսողին, լսողին, դիտողին, որպես այս սերտողությունները լան իրավես շինիչ մեր հոգևոր աճման, մեր հոգևոր պատրաստության համար։ Եվ քո ողորմությունը խնդրելով կսենք
Հիսուս բրգիչ մեզ ողորմյա Սերահոտները լսելի լան, ընդունելի լան Եվ իրավես ինչպես աղոթքի մեջ խնդրեցինք, որ Աստված մեզի համբերությունը, իմաստությունը դա Եվ այնպես ինչպես ինքը խոստացավ բահելու մեզ այդ խոստումին համաձայն եւ որովհետեւ նաեւ Աստված հավատարիմ ու ճշմարիտ է կնշանակի այդ խոստումը կբահե պայմանալ նաեւ մենք մեր դված խոստումը բահենք հավատարիմ լանու իրեն Եվ նախքան մեր այսօրվան սերտողության անցնիլը այնքան մեր մտքերը այս վերջին օրերուն զբաղ են, մտահոգ են, որ Կարծեք շատ արիք չունինք մտածելու այս պահքի մասին Եվ արդեն գրեթե վերջի շրջանն է կմնա մեզի երկու շաբաթ Այս շաբաթը, որ արդեն ավարտին կդիմավորենք Քրիստոսի աղթական մուտքի Երուսաղեմ, որ կգոչվի Ցագազարդ Եվ ապա հաջորդող շաբաթը, որ կգոչվի ավակ շաբաթ Եվ երևի Եթե ոչ շատերու համար կամ քոնե քանի մոքիներու համար այնքան շատ արագ անցած այս պահը մեծ պահքի շրջանին, որ գսենք երբ սկսանք եւ իր ավարտին հասած է արդեն։ Որովհետեւ այնքան մեր օրերը լեցուն են զրակիներով, մտահոգությամբ, դժվարությամբ ինչ որ է, որ ժամանակը չունենք իրապես մտածելու թե ոչ թե միայն ինչպես անցավ, այլ նաեւ մտածելու ինչպես անցուցինք այս պահքի շրջանը։ Ինչ է որ ուզեցինք սորվիլ, ինչ է որ ուզեցինք տեղի դալ, ինչ է որ ուզեցինք նոր բաներ սորվիլ, մեր հոգևոր կյանքին հետ կապված։ Բայց երբ որ մեր առօրյա մտահոգությունները այնքան շատ են ու ծանր են, սկսյալ գեզիքիներով, սկսյալ, չգիտեմ, գրոսրի ծախսերով, որ ժամանակը չունենք բակի մասին մտածել։ Առավել եւս երբ որ գլսենք, որքան իրավ, որքան սուտ, որքան ճշմարիտ կանալ չենք գիտեր, ինչեւ որ պահը կա, ժամանակը կա, երբ գլսենք այս անգամ, որ Երուսաղեմի հարության դաջարնալ պիտի փակվի, չդոնելու համար զադի։ Ինչ որ է, սակայն ամենակարևոր բաժինը հետևյալն է սիրելիներ, որ ուզեմ նաև ցեզ հետ կիսել։ Որտեղ Քրիստոսի հարության չեմ ուզել ասել դոնը, որտեղ միայն դոն չէ։ Այն է կոչում դրված է մեզ յուրաքանչյուրին։ Մեր հավատքի կյանքը ստայնամ ապրելու Քրիստոսի հարության լույսի իման վրա։ Եվ ոչ այն լույսը սխալ չհասկնակ ինձի, ոչ սխալ մեկնաբանությունները լան։ Ոչ այն լույսը, որ ամեն տարի գուկա այդ թափուկ քերեսմանեն։ Այլ այն ճշմարիտ լույսը, որ առաջին իսպահուն Քրիստոսի հարությամբ դարածվեցավ ամբողջ աշխարհին։ Որ կնշանակե հետևյալն է, որ ուզեմ կիսել ցեզ հետ։ Այսօր որքանալ աշխարհը կամ դեղույն ովքեր որոնք են կարևոր չէ, որքանալ փորձեն փակել այդ տաճարը, սակայն զգուշ եղեք, որ այս տաճարը չփակվի, այս հոգևոր տաճարը չփակվի, անգե զգուշ եղեք։ Զգուշ եղեք, որ այս տաճարը չքանթեն։
Քարևեն դաջարները գրնան քամտվին եւ իդի քամտվին, որուն համար ալ Քրիստոսին խոսեցավ իր աշակերտներուն։ Տեսեք որքան գեղեցիկ է այս դաջարը, բայց քարի վրա պիտի չմնա, որ չքագվի, պիտի քամտվի։ Քարևեն դաջարները միշտ ենթակա են, նույնիսկ եթե չքամտվին, ենթակա են փլուզումի, բնական, գամանիկա լա երկրաշարժով, կան ադիկա լա մարդկային ցերկով կատարված։ Բայց ամենակարևոր բաժինը, երբ որ այս հոգևոր դաջարը սկսի քամտվի։ Ամենակարևոր բաժինը, երբ որ այս հոգևոր դաջարի մեջ լույսը դադրի ճարակայթել է։ Ճիշտ է, այսօր մտահոգ է քրիստոնյա աշխարհը, թե ինչպես կրնալալ, որ Քրիստոսի հարության դաջար ջանցված Երուսաղեմի մեջ, մանավանդ Քրիստոսի հարության դոնին արիտով այդ դաջարը փակվի։ Որպես պատճառ կամ պատճառաբանություն այսօրվան իրավիճակը, որում մեջով գանցի ամբողջ այդ միջին արևելքը։ Սակայն պատկամը նույնն է, որ կփոխանցվի այսօր մեզ մեր յուրաքանչյուրին։ Այսօր որ լույսն է, որ մենք ունենք, այնինչ որ գսե Քրիստոս ինք իր աշակերտներուն, ես եմ գսե աշխարհի լույսը։ Հետևաբար փնտրենք եւ գտնենք, ունենք այդ լույսը, կամ դակավին մեր հոգիները այդ խավարի մեջն են։ Եթե չունենք այդ լույսը, այսօր լավագույն առիթն է մեր աղոթքը բարձրացնելու եւ Հիսուս Քրիստոսին հարուցյալ փրկչեն այդ լույսը խնդրել։ Եվ այդ լույսը մոմի լույսը չէ։ Այդ լույսը ինք իսկ է, Հիսուս Քրիստոսն է։ Հետևաբար մեր աղոթքը լա, որ զինք խնդրենք ունենալու մեր ներսիտին, որպեսզի լուսավորե մեր միտքը, որպեսզի լուսավորե մեր հոգին, որպեսզի խավարի մեջ չմնան, որովհետև արդեն իսկ խավարի մեջ ենք մենք։ Այսօր ինչ որ տեղի ունենա խավարային փորձեր, ուրիշ բան չէ, եթե ոչ դրամապանության դուկասելու համար, որ մենք այսօր խավարի մեջ է որ գավենք։ Կարևոր չեն այսպիսի լույսերը, որ ունենք։ Կարևոր չեն այդ տոնական օրերու գույնսկույն լույսերը, որ կզարդարեն մեր տուները, մեր շենքերը։ Եվ որ սակայն չունենք ճշմարիտ լույսը, որ կլուսավոր մեր միտքը եւ մեր հոգին։ Հետևաբար, եթե չանցան մեր մտքերն անցող 5-6 շաբաթները մեծ բակի հետ կապված, գոնե այս վերջին երկու շաբաթներում կարենանք կենտրոնանալ, ըստ համար թե ինչ պետք է լինենք, ինչ խոստացանք կնելու այս մեծ բակի շրջանում, ինչ բան մեզ հերացնելու, ինչպիսի նկարագրային գիծեր ունենք, որուն համար խնդրեցինք, որ սրբակրվի եւ ասուցում է խնդրելու, որ իր հետ թաղվին այդ նկարագրային գիծերը, որպեսզի իր հետ նաեւ նոր նկարագրային գիծեր հարություն արած, նոր մարդը վերստին ծնած, ադով մենք կարենանք շարունակել բարի պատերազմը, մինչև հասնի ավարտը իր երկրորդ քալուստի թիմավորության։ Եվ այդ ըլլա նաև քալիկ այս կոնե այս երկու շաբաթներում Քրիստոսի հետ նաև ելնելու մինչև Գողգոթա, Քրիստոսի հետ իջնելու մինչև Քերեսման եւ Քրիստոսի հետ նաև հարություն առնելու երրորդ օր։ Թող այդ ըլլա նաև այսպես մեր մտածումի արանքը հաջորդող կոնե երկու շաբաթներում, որուն համար իմիջայլոց մեր այսօրվան սերդողության Սամոսի 102-ի շարունակությունը ճիշտ այդ մասին է, որ խոսի։ Որտեղ անցանկամին տեսանք ընդհանուր վերնակիր, որ դրված էր դարաբող երդասարտիմը աղոթքը։ Եվ անցյալ շաբաթ փորձեցինք տեսնել, որ այդ Սամոսը իր մեջ ունի նաև մարգարեական, այսպես ասած, բաժինը, որ ագնարդությունը կնե այդ դարաբող երդասարտի ճամփով, փորձեցինք տեսնել անոր մեջ Քրիստոսի ներկայությունը եւ այդ դարաբող երդասարտին հետ մեկտեղ փորձեցինք տեսնել եկեղեցու դարաբանքը, որ իր աղոթքը գուղե նաեւ Աստծո։ Եվ այդ բոլորի մեջ փորձեցինք տեսնել որքան ալ դարաբանքը կա, որքան ալ այդ ներությունը կա, սակայն ավարտի նաեւ ուքա ներկայացնելու հաղթանակի բաժինը։ Եվ անորամար է որ պատկերացուցի գսելու համար, որ այդ դարաբանքը եթե կներկայացնե այդ հարազատ այդ ներությունը, այդ խաչելությունը, այդ ծեծը, արամարանքը, սակայն վերջավորության նաև կա այդ հաղթանակը, որ գաբեցինք նաև Քրիստոսի հարությամբ։ Նույնպես ալ եթե երիտասարդին դարաբանքն է, ինչպես Պողոս Արաքյալը գսե, Քրիստոսի հետ կչարչարվենք, որպեսզի նաև Քրիստոսի հետ
Փարքին արժանի դառնալու, փարքին մասնագից դառնալու, նույնպես այլ եկեղեցու վիճակը, որ կնշանակի հավատացյալներու վիճակը, որ նաև գանձի դարաբանկեմը, նեղութենեմը, սակայն միշտ հերանեկարը ունենալու ինչի այդ հաղթանակի։ Քրիստոսի հարության հաղթանակի լույսովը, նաև մենք այդ հաղթանակի ըստ Աստծուով։ Եվ անոնոմը մեր այսօրվա Սամոսի 102-րդ Սամոսի շարունակություն այս անգամիլա, մենք ուրիշ մարգարեությունը, մենք այդ ուրիշ շուկը քալիք ճշմարտության, որուն կանդրադառնա Սամոս 2-ն, հետևյալ բառերով։ Այս բառերը թող որ կրվին արձանագրվին քալիք սերունդներուն համար, որ բաները, ինչ որ սկսեցավ նախապես, ինչ որ ներկայացուցը սկսվի բաժնին, դարաբող երիտասարդի վիճակը եւ ներկայացուցած դարաբող երիտասարդը, որ իր կյանքի ինչ բանի կնմանի, անաբադի մեջ, այսինչի, փլատակ տեղի, կամ այն ջջուգին, որ տանիքի վրա իր փույնն է դրած առանցին միայն է, եւ այդ բոլորը ինչ որ ներկայացուց, իր դարաբանկով իր հաղթանակով, այս բոլորը թող արձանագրվին քալիք սերունդներուն։ Ինչու որտեղ այդ արձանագրությունները քալիք սերունդները ինչ լինեն այդ արձանագրությամբ, որովհետեւ այդ արձանագրությամբ նախ տեսնեն ինչ դրված էր, ինչ խոստացված էր, ինչ պատրաստված էր, եւ այդ պատրաստությունը ինչպես իր լրումը կտավ, իր ավարտը կտավ։ Այնպես ինչպես դիտեցեք Քրիստոս իր աշակերտներուն, անցյալին մարգարեները բոլորն ալ ցանկություն ունեին, ծեր դեսածը, հիմա ծեր դեսածը իրենք եւս տեսնելու, բայց իրենք չտեսան, իրենք միայն հերվեն տեսան եւ ուրախացան, բայց իրենք ցանկություն ունեին տեսնելու։ Եվ ինչն է որ գուսեին տեսնել անցյալի մարգարեները։ Աստուծո դված պատկամներուն շոշափելի եւ թանցրական մեկ արտահայտությունը, որտեղ Աստված ամեն անգամ երբ որ պատկամը գուդար մարգարեին, եւ այդ պատկամը որպես այդ մարգարեն փոխանցել Իսրայելի ժողովրդին, այդ պատկամի մեջ նաեւ կար հարաճիգա քալիք ժամանակներու հետ կապված ճշմարիտ այն թեփքին, որ պիտի պատահեր Հիսուս Քրիստոսով։ Գնշանագե եւ օրինակ մարնենոմա, երբ որ Երեմիա մարգարեն պատկամ մգստանար, ըսել համար քնա խոսիր այս ժողովրդին, որբեսի թարցիկա այս ժողովուրդը, քնա խոսիր թակավորին, որբեսի թարցիկա թակավորը, քնա խոսիր նախարարներուն, որբեսի թարցիկա նախարարները, այլապես եթե թարցի չկան, ինչ է որ դեպի ունենա, ավեր, գոդորած, ով է որ պիտի հարցակի եւ պիտի գոդորեցես Բաբելոնի թակավորությունը, Բաբելոնի թակավորը, Նաբուկոդոնոսորը, եթե չհետևիկ այս պատկամներում, պիտի պատահին այս բոլորը։ Եվ պատահեցան, Դանիելի մարգարեությունը մեզ կներկայացնի, որ այդ բոլորը պատահեցան։ Նաբուկոդոնոսորը հարցակեցավ, գոդորեց, քաղաքը ավերեց, ինչ որ պետք է գողոպտեց եւ փաշիմը նաեւ իր հետը դարա որպես ստրուկ քերի թեւի Բաբելոն։ Եվ սակայն այս մարգարեությունը որ դրված էր, այս պատկամները որ դրված էին, ոչ թե միայն դրված էին այդ ժամանակահատվածի համար, այն նաեւ դրված էին քալիք ժամանակահատվածի համար։ Եվ քալիք ժամանակահատվածին համար կնշանակե, երբ որ այս ժողովուրդը այսական դարձյալ պիտի ազատագրվեր Բաբելոնի քերութենեն, այդ ազատագրումը պիտի լար նաեւ շուկը քալիք ճշմարտության, որ այս անգամ ոչ թե նյութական Բաբելոնեն ազատագրվելու, այլ մեղքի Բաբելոն գոչված են ազատագրվելու այդ ժողովուրդը։ Եվ որ ժողովուրդը Աստծո ժողովուրդը։ Ուրեմն կնշանակե անցյալի դրված այդ պատկամները եւ գադարվելիք էին այդ ժամանակահատվածի մեջ եւ նաեւ գադարվելու էին քալիք ժամանակներում մեջ։ Անոր համարալ նաեւ Եբրայեցոց նամակի առաջի գլուխ քանի համարները այսպես կսեն։ Անցյալին Աստված խոսեցավ մեր հայրերու մարգարեներուն եւ մարգարեներու ճամփով փոխանցեց իր պատկամները։ Իսկ վերջի ժամանակներում խոսեցավ ինչ միջոցով իր որդիին միջոցով։ Ուրեմն կնշա այս ամբողջ եղածները խորքի մեջ ուրիշ բան չէին, եթե ոչ Աստծո ծրագրին հետ կապված, մարդկային բռնության ծրագրին հետ կապված երևույթներ։ Եվ ador amanal Լուկաս Սամոս 2-ն եւս է։ Ինչ որ անցյալին եղած են, այդ բոլորը արցանակրեցեք, քրեցեք, քրի արեք, քալիք սերունդներուն համար, որովհետեւ քալիք սերունդները առաջին դեստեն ինչ որ խոստացված է կատարվեցավ, եւ երկրորդ նաեւ ինչ որ արցանակրված է, անով նաեւ օրինակ վերցնելու իրենց համար, ինչպես դիտեցե Բողոս Արաքյալ, Գորընթացիներուն նամակի մեջ։ Անցյալին ինչ որ պատահեցավ իրենց իբրև օրինակ այսօր մեզի, որ մենք կապրենք, որպեսզի չլա թե անոնց նման նաև մենք այդ սխալ ճամփում մեջ չլան։ Եվ կամ օրինակի համար նույնինքն Դանիելի մարգարեության մեջ է, որ Աստված սկսե այս բոլորը արցանակրե,
Սակայն այս արձանագրությունն նաև գնքե, կոծե, հագե, մինչև որ ժամանակները կան, փածվին այս գրվածներու համար, այդ գնիքը եւ ըստանը մեկ առ մեկ կդարվին այս բոլորը։ Ինչպես որ երբ որ մենք կգարտանք հայտնություն Հովանու քիրքը, հայտնություն Հովանու քիրքը երբ որ կսկսի այսպես, հանգարց սկսա հրեշտակը եկավ եւ սկսավ լալու։ Ինչու լաս, սա մեկը չկա, այս քիրքի գնիքը հանա, որտեղ պետք է որ փածվի, որպես այնտեղ արձանագրվածները կատարվին։ Եվ հանգարց գսե բադայեցավ, որ եկավ մեկը եւ սա միլար, որտեղ գտնվեցավ մեկը, որ այս գնիկները փանա։ Եվ ով էր այդ փածողը, նույնքն գնքողը, ով էր գնքողը Հիսուս Քրիստոսը։ Հետևաբար տեսեք, Աստվածաշնչի մեջ կան այն երևույթները, որ գսե արձանագրի այս բոլորը, քրի առ այս բոլորը, որպեսզի քալիք սերունդները այն պատրաստվին։ Եվ ճիշտ ադորամարան մենք այսօր երբ որ գսերնենք այս բոլորը, արձանագրվածները գվեր, ոչ թե հիշենք, ոչ թե միայն գվերապատմենք, այլ գսերդենք, որպեսզի նաև նույն վիճակի մեջով, երբ որ կանցնենք մենք, ունենանք հեռանկար ինչի, Աստծո պատրաստած փրկության ծրագրին, իր լրումին, ավարտին, գադարումին հասնելու այդ պատկերը։ Ինչու այս բոլորը արձանագրել, որովհետև վերածնած ժողովուրդը նաև օրհնություն պիտի երգե Աստծո։ Եվ ով է այդ վերածնած ժողովուրդը։ Այնպիսի տպավորություն գցկե, որ այս խոսքը, այս Սամոսը գրված ըլլա երևի Իսրայելի ժողովրդին։ Բայց երբ որ եկեղեցական հայրերու քրությունները, սերդողությունները, անոնց բացատրությունները կգարտան, ապա այնտեղ մեզի կհայտնվի, որ այս վերածնած ժողովուրդը հեթանոս աշխարհն է։ Որ կնշանակե դարաբող երիտասարդին եւ անոր հաղթանակին, որ հարությունն է, անոր բոլոր արձանագրությունները պիտի քարոզվեին, որպես հեթանոս աշխարհը քարցի քար։ Որ արդեն կնշան Սամոսներու մեջ հիշված բաժինը, որ Աստծո փրկության ծրագիրը սահմանափակ ծրագիրը չէ միայն հատուկ ժողովրդի մը, այլ Աստծո փրկության ծրագիրը համամարտկային, համաշխարհային մասշտաբով այդպիսի երևույթ մնա, որ նաև մեզի կներկայացվի, թե ինչպես առաքյալները նաև հանցն արին Քրիստոսի իսկացությամբ, գործարակելոց քրքի սկիզբին, սկսեք Հրեաստանեն, Երուսաղեմեն, Սամարիայեն, հետո աշխարհի բոլոր ծայրամասերը երթալու եւ ավետարանը քարոզելու։ Եվ ավասիկ այսպես Սամոսերու մեզի դուք արդեն կներկայացնե, որ այս բաները բարձ անցիմը դարաբանքի մասին չէ խոսքը, այլ այն անցն է, որուն դարաբանքը, որուն նաև հաղթանակը պիտի դարածվի այնպես մը, որ պիտի կա այսական վերածնած ժողովուրդը։ Եվ ինչով վերածնած է այդ ժողովուրդը։ Որտեղ Իսրայելի ժողովուրդը ծնած էր, եւ ծնած էր երբ որ գսենք կնշանակե Աստծո որպես ժողովուրդ կճանցվեր։ Սակայն այդ ժողովրդին պիտի միանան մեկ այլ ուրիշ ժողովուրդ մը։ Եվ ով էր այդ մեկ այլ ուրիշ ժողովուրդը, հեթանոս աշխարհն էր, որ պիտի վերածներ, չնայած որ Պողոս առաքյալ քաղաքացիներու նամակի մեջ կսե, հրյա կամ թե հեթանոս երկուքն ալ գարիք ունին վերածնունդի։ Բայց այսպես դակավին Սամոսներու մեջ չկա այն հասկացողությունը, որտեղ այդ հասկացողությունը դակավին այնպես մնե, որ Իսրայել Աստծո ժողովուրդն է արդեն, իսկ Աստծո ժողովրդին պիտի միանա մույս ժողովուրդը, որ պիտի վերստին ծնի, եւ այդ վերստին ծնունդը պիտի դա ինչը շնորհք այդ ժողովրդին օրհնություն երգելու Աստծո։ Որ կնշանակե, եթե մենք օրհնություն երգենք Աստծո, ոչ թե միայն շրտներով, ոչ թե միայն բարեր արդասանելով, այլ ի սրտե օրհնություն երթենք Աստծո, այդ ժողովուրդը որ երթի այդ օրհնությունը պետք է որ վերածնած ժողովուրդ ըլլա։ Որտեղ եթե վերածնած ժողովուրդ չեմ, ես չեմ գնալ օրհնություն երգել, որտեղ ինչ բանի օրհնությունը պիտի երգեմ ես։ Օրհնության փոխանցությունը ի՞նչն է։ Օրհնության բացադրությունը մեջի եղած բարերը ինչ բանի մասին կխոսին, ինչ բանի համար շնորհ, որտեղ օրհնություն երգել դրշան շնորհակալություն հայտնել Աստծո։ Ինչ բանի համար ես շնորհակալություն պիտի հայտնեմ Աստծո։ Ոչ թե միայն իր դված հացին, ճուին, արևուն, անսրևին կամ այսինչին, այլ իր դված ու պատրաստած փրկության ծրագրին, որ զիս դուրս բերավ մեղքի ստրգութենեն, զիս ազատագրեց եւ ինձի դվավ վերստին այդ կյանքը, ճշմարիտ կյանքը։ Ինչպես ես գնամ շնորհակալություն հայտնել բանի մը, որում փորձառություն եթե չունիմ,
որում վերստին ծնած ըլլալու հանգամանքը երբ որ չունիմ, որտեղ երբ որ ոյեմ լեգում գսես ինձի շնորհակալություն հայտնել։ Քեզի պիտի ասես ինչ բան համար ես քեզի շնորհակալություն հայտնեմ։ Շնորհակալություն հայտնեմ, երբ որ փամը առնեմ, չէ։ Անդերի առանց փամը ստանալու շնորհակալություն ես չեմ գնալ հայտնել։ Կամ ինձ օգնած պետք է լաս, կամ եթե անոթի հաց տված լաս, կամ եթե ծարավեի չուր տված լաս, որն համար ես միայն գրնամ հայտնել շնորհակալություն։ Գիտակցությամբ, որ ինձի այսպիսի վիճակի մեջ էի, եւ դու ինձի դվիր, ինչ որ ես պետք ու կարիք ունեի։ Այսինքն ինչ բան համար այս ժողովուրդը Աստծո օրհնություն երկե։ Իր վերածնած ըլլալու անգամանքին համար։ Այլ խոսքով Աստծո պատրաստած, Աստծո հրամ ցուցած, Աստծո շնորհքով ծրի բարգև որպես դրված մարդուն փրկության։ Ես ական հաջող մենք այսօր շնորհակալություն կայտնենք ընդհանրապես մեր ամոթներում մեջ ինչի համար։ Շնորհակալ ենք այսօրվան հացին, շնորհակալ ենք այսօրվան առողջության, շնորհակալ ենք այսօրվան կորձին կամ ինչ որ է հաջողության, որքանով շնորհակալություն կայտնենք այն մեծ կորձին համար, որ դու գադարեցիր, եւ այդ մեծ կորձը հաջող Աստվածաշունչը մեզ ներկայացրած է որպես մեծ կորձ։ Համեմատաբար մյուս այսպես երևի փոքր կորձերում։ Աստված գսե մեծամեծ կորձերը, ինչ մեծամեծ կորձերը։ Առաջին մեծ կորձն էր ստեղծագործություն ամբողջ, երկրորդ մեծ կորձն էր վերստին ստեղծելը մարդ արարածը, վերստին ծնունդ տալու այդ մարդ արարածին անգյալ ինգած մարդ արարածին եղավոր մարդու։ Երբ որ այսօր գարցնենք Աստծո շնորհակալություն հայտնեցիր, մենք ուղղակի պատասխանել ինչ բանին համար մենք շնորհակալություն հայտնենք Աստծո։ Մանավանդ այս դժվարին պայմաններում մենք ինչ բանի համար շնորհակալություն հայտնենք Աստծո։ Երբ որ մենք այսօր անկորձ ենք, երբ որ մենք այսօր հիվանդ ենք, ինչ բանի համար շնորհակալություն հայտնենք Աստծո։ Մարդկային դրամապանությունը ուղղակի տեսելու մեզ, ինչ բանի համար շնորհակալություն հայտնենք։ Շնորհակալություն հայտնենք Աստծո, որովհետև փորձ չունենք, այո, շնորհակալություն հայտնեցեք Աստծո։ Որովհետև այսօր հիվանդ ենք, անգողնային վիճակի մեջ ենք, շնորհակալություն հայտնենք Աստծո, այո։ Սակայն ինչ բանի համար շնորհակալություն հայտնենք Աստծո։ Որ Աստված իր միածինը ղրկեց աշխարհ, իմ մեղքերուս քավության եւ թողության համար։ Անոր համար շնորհակալություն հայտնե Աստծո։ Որովհետև այնպիսի բան ըրավ ինձի համար, որ ժամանակավորը չէ միայն, այլ հավիտենականին հետ կապված է։ Բայց մեր դրամապանությունը գուկասելու մենք շնորհակալություն հայտնենք Աստծո, ինչ որ ժամանակավորին հետ կապված է։ Կորձ ունին, կորձ չունինքի հետ, առողջ ենք, առողջ չենքի հետ, լավ ենք, լավ չենքի հետ կապված է ընդհանրապես մեր գաբը եւ հարաբերությունը Աստծո հետ։ Բայց Աստվածաշունչը ուղղակի մեզ սորվեցնելու անթինը տեսնելու։ Քիչ մ անթինը տեսնելու։ Հավիտենականության մեջ այդ ոլորտին մեջ մտնելու։ Եվ adorament ուղղակի եւ այդ ժողովուրդը վերստին ծնած ժողովուրդը օրհնություն երկե Տիրոջ, որովհետեւ Դերը իր սուրբ հարսունքեն բառնայեցավ, երկինքեն տիրեց երկիրը, լսեց հարաճանքը քերիալներում եւ ազատ արձակեց մահվան թագաբարդվածները։ Եվ պատկերավոր ձևով կներկայացնե, որ Աստված ինչպես գնայի, երկինքեն երկիր գնայի եւ այդ պատկերացումով հաճախ նաեւ երեխաներուն նաեւ այդպես ալ կփաստենք հաճախ, չէ, սելու համար որ Աստված գտիդե, ապուկե գտիդե, երկինքեն գտիդե, ինչպես գտիդե վերեմ վար գնայի գարցեք, այսպես թիդողի թերի մեջ։ Պատկերավոր երևույթ է սելու համար նախ ի դարբերություն, որ Աստծո դեղ հասկացողությունը երկնայինն է, ի դարբերություն երկրավորեն, երկրայինի հետ մի համեմատեք, ինչու որտեղ անցյալին նաև գային աստվածություններ, որոնք երկրավոր էին, երկրավոր։ Անորոման ինչպես Քրիստոս երբ որ աղոթել պիտի սորվեցնե, այսպես աղոթեցեք հայր մեր, որ երկնքի մեջ ես, որովհետև նաև իրենք հայրեր ունին, որոնք երկրավոր են, որպեսզի չշփոթեն այս երկու հայրեր հասկացողությունը։ Ի դարբերություն, ի զանազանություն տրվի երկնայինին եւ երկրավորին։ Եվ այստեղ պատկերավոր ծևով ուղղա ներկայացնում, որ Աստված երկնքեն գնայի, այնպես ինչպես Ելից գիրքը մեզի կներկայացնե։ Երբ որ գսե հանդիպեցավ Մովսեսին, ըստ Մովսեսին այսպես. Ես լսեցի իմ ժողովրդիս հարաճանքը, ես լսեցի իմ ժողովրդիս այդ տարավանքը, տեսա, եւ հիմա հասած է պահը, հիշելով իմ տված խոստումս Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին, եկած է պահը, որ ազատագրեմ այդ ժողովուրդը Եգիպտոսի ստրգութենեն։ Նույնպես այստեղ է երկինքեն գնայի, գտեսնե ժողովրդին դարաբյաններուն վիճակը եւ ինչ կսե Զրակիրը կպատրաստե իջնելու
եւ ազատագրելու մահվան թադաբարդութենեն եւ ոչ թե կորցի անկորցութենեն կամ հիվանդության չգիտեմ դեպի առողջություն մահվան թադաբարդ որևէ վերջիուճը մարդ արարածը մահվան թադաբարդը վեցա եւ ադեկան սենտոց քիրտի մեծ էներգիայացնի այն բանում որ ուդես պիտի մեռնես եւ իսե գերա եւ այդ ուդելը ոչ թե միայն իրեն այլ այդ ուդելը ամբողջ սերունդի վրա դարածվեց եւ այսօր գսենք լավ աթամը գերավ ինձի ինչ ինձի շատ ինչ որովհետեւ աթամեն ծնածները աթամի նմանությամբ է որ կծնին աթամ որ կստեղծվի ստեղծվեցավ Աստծո պատկերով եւ նմանությամբ Իս ատամին մեղանչումեն հետո 5-րդ գլուխը ծննդոց կներկայացնե եւ աթամ ծնավ իր որդին եւ իր մեծ ծնավ որպես աթամեն ծնած եւ աթամեն ծնած կնշանակե աթամի պատկերով եւ նմանությամբ ծնած կնշանակե աթամի նկարակիրը ունեցող մարդ արարած որ արդեն իսկ մեղանչումեն հետո աթամը մեղքը փորձել է հետո գործընծուց իրեն դրված աստվածային պատկեր եւ նմանությունը հետեւաբար անորամանան մենք կգոչվենք բանի ադամ աթամի որդի եւ մենք չենք կոչվիր աստվածորդի հետո սակայն Քրիստոսը ընդունելով մենք կդառնանք Աստուծո որդեկիր զավակներ վերստին մեզի տրվելու Աստծո պատկերը եւ նմանությունը հետեւաբար Աստված երբ որ դեսավ գսե այդ տարաբյաններում վիճակը անոնց հարաճանքը լսեց իջնելով որովհետեւ իրենք ազատագրե մահվան թադաբարդութենեն եւ ադորամանան Քրիստոսի խաչելությունը ինչպես կպատկերացվի որպես թադաբարդության բարդամուրհագը բարդկը որ մարդը ըրավ իր այդ մեղքով Աստծո նկատմամբ այդ բարդքի թուղթը այլ բարդամուրհագը պատրեց իր խաչելությամբ այսի վճարեց քինը վճարեց որտեղ երբ որ այդ բարդամուրհագը կպատրեն երբ որ մարդը կվճարեն այնքան արդեն որ բարդը չէ վճարված այդ բարդամուրհագը կմնա այնտեղ եւ հետաբար ճիշտ այդ է նաեւ պատկերացումը եւ որ Քրիստոս կխաչվի խաչելության բահուն իսկսե դաջարի մեջ ինչ է որ տեղի ունենա վարակույրին բادرվիլը վերեն վար եւ բամը պատկերացրեք դաջարին բարձրությունը եւ այդ բարձրության հետ մեկտեղ նաեւ վարակույրին բարձրությունը եւ ով պիտի բարձրանա վեր որովհետեւ վարակույրը վերեն վար բادرե որ գնշագե նաեւ այդ բادرելը նույնիսկ Աստված ինք Քրիստոսի խաչելությամբ այդ բարդը վճարվեցավ եւ այս բոլորի մեջ է որ ուկա այս Սամոս 2 մեզի կներկայացնե որ Աստծո պատրաստած բրդության ծրագիրը սկսյալ դարաբյալ այդ երիտասարդի աղոթքով արձանագրի այդ բոլորը քալիք սերունդներուն համար որովհետեւ քալիք սերունդները ստային եւ այդ քալիք սերունդներու մեջ ովքեր նաեւ իդելային հեթանոս աշխարհը եւ այդ բոլորի մեջ Աստված տեսնելով անոնց դարաբանքը վիճակը եւ մահվան թադաբարդութենեն զիրենք ազատ արձակելը ահա թե ինչու է որ Սիոնի մեջ Տիրոջ անունը պիտի հրճակվի որ ներկություն պիտի մատուցվի Երուսաղեմի մեջ եւ ժողովուրդներն ու թագավորություններ մեկտեղ պիտի հավաքվին դերը պաշտելու համար եւ այս բացառությունը ահա թե ինչու Սիոնի մեջ Երուսաղեմի մեջ ժողովուրդներ թագավորություններ մեկտեղ հավաքելով դերը պիտի պաշտեն Ճիշտ է անցյալի 5 տակարանյան ժամանակահատվածի մեջ որքան ալ դեղերը ճշտված են Սիոն լեր Երուսաղեմ քաղաք եւ այլն բայց եւ այնպես այդ բոլորի մեջ տեսնելու նաեւ հոգեվոր իմաստը Ուրգե կքաղենք որպես հոգեվոր իմաստ երբ որ կգարտանք Հովանու ավետարան 4-րդ գլուխ Հովանու ավետարանի 4-րդ գլխում մեջ Հիսուս կհանդիպի Սամարացի կնոջ եւ Սամարացի կնոջ հետ երկխոսություն է որ դեղի կունենա չր որի այնտեղ
Եվ հարցում դարձել Քրիստոս թե այստեղ ուր է ինչ կնես, եկած են չուր քաշելու, իսկ դու ինչ կնես, ես Սամարացի եմ, դու հրյա մնես։ Եվ Սամարացի գինը դեղը գարդայդվի, սենոման այս լերան վրա է, որ մեր նախահայրերը Աստված բաշխեցին։ Եվ այնտեղ է, որ Քրիստոս ասել, Աստված հոգի է, եւ միայն հոգիով կարելի է Աստված բաշխել։ Ճիշտ է, դուք իբրև բեղ, իբրև վայր նշանակած եք այստեղը, որ ձեր հայրը Հակոբ այստեղ սկսավ Տիրոջ պաշտամունքի։ Կամ ընդհանրապես Երուսաղեմի մեջ է այդ տաճարը, որ կառուցված է Աստծո պաշտամունքի։ Այս Քրիստոս գալով ինչ ըրավ։ Այդ տաճարի հասկացողության վերջ թրավ։ Որպեսզի ցույց տա, որ Աստծո պաշտամունքի համար այդ տաճարը չէ, այլ Աստծո պաշտամունքին համար հոգևոր տաճար է պետք։ Ինչպես կսե Բողոս Արաքյալ Գորոտացիան նամակի մեջ։ Ձեր անձերն են, ձեր հոգիներն են, որ Աստծո տաճար են, այնտեղ է, որ Աստծո բնակությունն է։ Այսօր մենք այդ վարժություն ունեցած ենք, կամ ունենք ընդհանրապես ասելու համար, թե ուր գերտաս, աղոթքի գերտամ, ուր այդ աղոթքի տեղը, պիտի ասենք եկեղեցի է, որ համար նաև հաճախ կհագարակին, ասելու համար, որ եկեղեցի են դուրս։ Ճիշտ է, որոշ կարգ ու կանոններ կան, բայց հիմնականի մեջ նաև ինչ է, որ ուզես սորվեցնել։ Ինչպես քիչ առաջ կսեի, երբ որ այսօր Երուսաղեմի, այսպես ասած, հարության տաճարի հետ կապված որոշ նյութեր կան, այսօր մենք ունեցած, մեր ունեցած այդ տակնապները մեզ ինչ ուղղությամբ կառաջնորդեն։ Մեր այս հոգևոր տաճարները ինչ վիճակի մեջ են։ Որպեսզի մենք կարողանանք ըմբռնել եւ հասկանալ, որ մեր գաբը Աստծո հետ ինչպիսին է եւ ինչպիսին պետք է լինի։ Որտեղ դրամապանությամբ երբ որ գսենք այս է այդ դերը ու գուքան եւ մենք դերը կբաշխենք եւ adorable հիշեցուց Սամարացի կնոջ Քրիստոս։ Ձեր հայրերը բաշխեցին այս դերան վրա Աստված։ Բայց ես քեզի գսեմ, որ Աստված հոգի է եւ միայն հոգիով կարելի է Աստված բաշխել։ Գնշագյան այսօր մենք երբ որ գուքանք այդ սրբավայրը, երբ որ կայցելենք եկեղեցի, մեր աղոթքը կբարձրացնենք։ Դրամապանությամբ երբ որ դուրս գիտի մեկնենք այս վայրեն, դրամապանիկ բանը, մենք եկանք այստեղ աղոթ կրինք, որու հետ խոսեցանք Աստծո հետ, որպես անոր ներկայությունը, հետո մեկնեցանք այստեղ, հիմա ուր է Աստծո ներկայությունը, այստեղ մնաց մենք դուրս ելանք, բայց հիմա դուք կրնակ ասել, լավ եթե այստեղ չէ, հաբա ուր է, adorable Քրիստոս ասեց, ձեր ներսիցին փնտրեցեք Աստծո Այսին երբ որ հոսուքամ, որպեսի նաև ես ինքս համար զանազանություն մտնեմ, որ աշխարհեն գդրվիմ, եւ կամ այնտեղ ուր որ իր ներկայության եւ այդ ներկայությունը իմ մեջս եղած այդ ներկայությունն է, որպեսի գդրվիմ առօրյային, գդրվիմ աշխարհեն, արտաքին աշխարհեն։ Անորմալ Քրիստոսը երբ որ պիտի աղոթես, ամեն տեղ գնաս աղոթել։ Բայց հիմնականի մեջ կսե երբ որ պիտի աղոթես, մտիր ներքին սենյակդ աղոթել։ Որպեսզի քո երկնավոր հայրդ լսեք քո այդ աղոթքը, որպեսզի կարենաս խոսիլ քո այդ երկնավոր հորիդ հետ։ Հետևաբար երբ որ ես եկեղեցին կհաճախեմ, այնտեղ կարենա գդրվելու առօրյային արտաքին աշխարհեն։ Պայմանավ սակայն երբ որ գդրվիմ արտաքին աշխարհեն, հետո ետ պիտի վերադառնամ արտաքին աշխարհ։ Բայց իմ հետս ունենալու մնայուն իր ներկայությունը, Աստծո ներկայությունը։ Adorable կհիշեցնեմ էսի, որ մեր պաշտամունքները Աստծո հետ, մեր գաբը Աստծո հետ ինչպիսին է։ Եթե միայն դերերում հետ սահմանափակված է, գնշագի երևաբար եկա այստեղ, իմ աղոթքը սրի և վերադարձատում։ Ինքը մնացուս, թրները փակեցինք, մեկնեցանք տուն։ Հաջորդ օրը գալու, հաջորդ շաբաթ գալու և այդ հանդիպման միասին խոսելու։ Եվ adorable հիշեցում է, ինչպես հիշեցուց նաև Մովսեսին, հանե գոշիկներըդ, որտեղ հոնուր որ կգոխես, սուրբ տեղ է, որտեղ այնտեղ Աստծո ներկայությունն է։ Հետևաբար երբ որ մենք երթանք այդ ներկայության մեջ կգալու, այդ ներկայությունը նաև մեր մեջ առնելու, որպեսզի իր մով լեցված, երբ որ կվերադառնամ ետ աշխարհին, Աստուծմով լեցված վերադառնալու եւ իմ այս հոգեվոր կյանքի շարունակություն ունենալու համար։
Եվ ադորամանալ գսե, երբ որ գսե օրդություն պիտի երկեն, Սիոնի մեջ դիրոջ արունը պիտի հրճակվի, եւ Երուսաղեմի մեջ օրդներկություն պիտի մատուցվի, եւ ժողովուրդներն ու թագավորությունները մեկտեղ հավաքվի դերը պաշտելու համար։ Եվ այս բոլոր իմիջիանոց ակնարկությունն է, ինչ-որ հայտնություն ովանուքի մեզ կներկայացնե, որպես ավարտի վիճակը։ Սկսյալ երկրավոր են, սակայն անոր վաղճանապանական, անոր ավարտը իր կատարումը դրումը գտնելու հավիտենականության մեջ այն մեզ ինչպես հայտնություն ովանուքի մեզ կներկայացնե։ Գսե դեսա ինչեր, դեսա հրեշտակներ, հրեշտակավետեր, դեսա նաև 24 երեցներ, դեսա նաև գսե տարբեր լեզուներով, տարբեր ժողովուրդներ, որոնք հավաքված են եւ ինչ կնեին։ Այնտեղ քահիմը շուրջ էին եւ այդ քահին վրա քարնուկը մերած վիճակ կենթանի, որ գնեշ կխորտանիշը նաև Քրիստոսի մահը եւ անոր հարությունը։ Եվ անոր շուրջ մեկտեղված, մեկտեղ հավաքված ինչ նելու դերը հարապանելու համար։ Եվ այսինքն արդեն պատկերացում է երկրավոր կյանքին սկսյալ, որ գնշարի ամեն անգամ երբ որ մենք պաշտամունքի ներկա գլանք, այդ պաշտամունքը այնպես լավ որ մեզ վարժեցն է այն հերանեկարով, որ ավարտին մենք ինչ ենք նելու, ինչ որ հայտնություն օմանու կիրքը կներկայացնե դիրոջ շուրջ ըլլալու եւ անոր սուրբ անունը փարապանելու համար ուր Սիոնի մեջ Երուսաղեմ քաղաքի մեջ որ այդ Սիոնը որպես Աստծո լեր Երուսաղեմ որպես Աստծո քաղաք եւ որ Աստծո լերը եւ Աստծո քաղաքը ճիշտ է աշխարհակրական իմաստով միջին արևելքի մեջ եթե բայց ադիգա ուրիշ բան չէր եթե ոչ նախաճաշակ մներ նախաճաշակ մներ Բادرաստելու համար ժողովուրդը երկրավոր օրինակեն, երկնային օրինակին, երկնային ճշմարտության հասնելու համար։ Այնպես ինչպես, երբ որ Աստված թելադրեց Մովսեսին, որ ինձ համար վկայության խորան մշին է անաբադի մեջ։ Եվ իրեն գսե Սինա լեր բարձրացած ժամանակ իրեն ցույց տվավ չափերը, ծևերը, բոլոր մանրամասնություններով։ Եվ գսե ինչ որ դեսար, իջիր նույնը այնտեղ շինեն։ Որ գնշայ անոր այսպես ասած բլուպրինտը երկնքի մեջ ներկայացուց այնպես մը, որ երկրի վրա անոր մակետը, երկրի վրա անոր գրտնօրինակը ըլլա այնպես մը, որ ժողովուրդը երկրավոր կյանքենը սկսյալ վարժվի, թեպի երկնայինին կյանքը ապրելու հասկացողությամբ։ Եվ չսպասել մինչև երկինք հասնելու եւ հետո հոն սկսի ապրելու որ գնշագե մենք մեր հոգեվոր կյանքի հասկացողությունը սկսելու երկրավոր կյանք են այստեղ պատրաստվելու զասված փարաբանելու Աստծո պաշտամունքի մեջ լալ Աստծո ծառայության մեջ լալու եւ անով նաեւ պատրաստվելու երթալու երկնքի արքայության ժառանգության եւ այնտեղ Աստծո պաշտամունքին ներկա ըլլալու իմաստով Եվ երապարգսե այս բոլորը որ կներկայացնեն, թե ահա ինչու, որտեղ Աստված երբ որ տեսավ քերիալներուն, դարաբյալներուն, առաջանքը, դժվարությունը, նեղությունը եւ զիրենք ազատելու մահվան դատաբարությունը։ Եվ այդ բոլորին համար ինչ պիտենեն, Աստծո Տիրոջ անունը պիտի հրճակեն եւ անոր օրհներություն երկեն։ Եվ հանգարց դանդրատանա դարձյալներին ինքն այդ երիտասարդը ջամփուն եսին իմ զորությունս արավ գարջեցուց կյանքս եւ ես ասի ասված իմ թուն որ անվախճան ես կյանքիս կեսին մի արներզիս եւ այստեղ համեմատական մնե որ գնե ներկայացնելու համար որտեղ հետո որ մի հիշե թուն որ գսե անվախճան ես իսկ ես ժամանակավոր ես անվախճան չեմ իսկ դակավին ես իսկին կներկայացնել որ ինքը ինչպիսին է Եվ ինչ բանի գնմանի մարդը, խոդի, որ այսօր գա բաղը չգա, օրերը հաշվված մադի վրա, իսկ երբ որ գա համեմատ է ինքզին, որպես արարած, արարիչին հետ, եւ հարց կուտա ինչու է որ կյանքս կեսեն արիր, ուժերս ինչու արիր, որտեղ ուրիշ բան մնե որ դու պատրաստված, այն ինչ որ կապված է հավիտենականին, որտեղ այն կյանքը որ մենք կապրենք հավիտենական կյանքը չէ,
Ժամանակավոր կյանքը չէ։ Ժամանակավոր կյանքն է, հավիտենական կյանքը չէ։ Եվ առավել եւս այն կյանքը, որ մենք կապրենք, ճշմարիտ կյանքը չէ։ Անորոման է որ Քրիստոս երբ որ գուքա գսել ես եկա որպեսզի կյանք ունենաք եւ առավել կյանք ունենաք։ Ես եկա որպեսզի ճշմարիտ կյանք ունենաք։ Որտեղ այն կյանքը որ մենք այսօր կապրենք ոչ թե կյանք չէ, կյանք է։ Բայց մարդուս համար պատրաստված կյանքը չէ։ Աստծո ծրագրին հետ կապված այդ կյանքը չէ։ Անորոման ճշմարտություն է որ մեզի ցույց կտրվի այս առօրյա երկրավոր կյանքի ընթացքին։ Մեր ժամանակավոր մահկանացու ըլլալու մանկը որուն համար Պողոս առաքյալ գսե եթե իմ հույսս այս երկրավոր կյանքի վրա թրածեմ ապա գսե ամենախեղճն եմ այս ամբողջ արարածների մեջ որտեղ երբ որ այս կյանքը պիտի անցնի ինչա ես պիտի անցնի ուստի ինչ բանի համար է որ իմ հույսս թրածեմ այս երկրավոր կյանքի վրա անորոման մարդը կփնտրե ճշմարիտ կյանքը եւ ուր է որ կփնտրենք այդ ճշմարիտ կյանքը մեծ բակի ավարտը ավարշապտվան ավարտը այս հարցում ու կհարցնելու մեզի ինչպես որ հարցուց հրեշտակապետը յուղապեր գիներուն դուք ինչ կփնտրեք իրար անցածեք սա նազովրեցի Հիսուսը Ձեոս թավեցին, ոչ չէ, բարավ եք երեզման։ Հրեշտակը գսե դու ինչու կյանքը մերելներու մեջ կփնտրեք, ոչ չէ, հարությունը։ Ինչպես որ սա ձեր ցերզի նախապես, կացե գսեք իր աշակերտներուն, եւ առավել Պետրոսին։ Ինչու առավել Պետրոսին, որտեղ Պետրոսը ոնց չէ։ Ուրացած էր, զղջման վիճակի մեջ էր։ Կացե գսեք, որպեսզի կան եւ դեսնեն այդտեղ որ դրած էի այսօր երբ որ մենք կապրենք այս կյանքը դարաբանքով նեղության դժվարության մենք անգսկսենք փնտրելու կյանքը եւ հաջող կսենք այսինչ կյանք այսինչ զզվելի կյանք այսինչ անհամ կյանք որ կյանքը ժամանակավոր կյանք անորոման Պողոս առաքյալը ինչ կսե Ֆիլիպեցիներու նամակի մեջ ինձ համար կյանքը Քրիստոս է Իսկ մերնիլ գնշանգա այդ կյանքը շահի երկուստ եք ինձ համար շահ է եթե կյանքը Քրիստոս է շահ է իսկ մերնիլ այդ կյանքը շահիլ գնշանգե դարձյա շահ է երկուստ եք գնշանգե շահ է ինձ համար այս կյանքը որ Քրիստոս է գնշանգա այս կյանքը որ ես գաբրիմ ոչ թե գաբրիմ այն կյանքը որ սովորական ես ունեցա մորս արքանտեն երբ որ ծնա Այ երբ որ վերս ինձ զնա, ինձի դրվեցավ այդ կյանքը, որ Քրիստոս կյանքն է, հստակ են բարերը Պողոս առաքյալի, ինձ համար կյանքը, որ ես հիմա կապրիմ, ինձ համար այդ կյանքը Քրիստոս է, այսինքն ես կապրիմ Քրիստոսի համար, այսինքն նշա Քրիստոս է, որ կապրի իմ մեջս, ուրեմն այս կյանքը, որ ես կապրիմ Քրիստոս է, իսկ մերնին առավել եւս այդ կյանքը ամբողջությամբ շահիլ կնշանակե, Ուրեմն երկու բարականներնա շահ է ինձի Եվ այդպես արգես է Պողոս առաքյալ Մնամ կամ թե երթամ երկու բարականներնա շահ է Գուզեմ երթան առավել եւս կերազանց է Բայց եթե պիտի մնամ եւ Աստծո ծրագրի մեջն է որ ավելի արդյունք տամ հոգիներ շահելու Քրիստոսի համար թող որ մնամ եւ գուզեմ մնալ որովհետեւ օգտակար դառնամ գսեցեզի Ֆիլիպեցիներու Հետևաբար այստեղ եւս որ կներկայացվի եւ գսե Ինչու է որ կյանքս կեսով զորությունս արիր Մանավանդ երբ որ կհամեմատեմ եւ կճաշտամ որ թուն որ անբախճանն ես Քո կյանքդ անբախճան է ճունի բախճան ճունի ավարտ ճունի Եվ այդ բացատրության լույսին տակ գխնդրե որ կյանքս կեսի մի արներզիս Դու որ սկիզբեն երկրին հիմերը թրիր ցերկերով ստեղծեցիր երկինքը Անոն պիտի չքանան միշտեր թուն պիտի մնաս Անոնք պիտի մաշին հարկուստի պես, ըսկեսի պես պիտի փոխես, թու զանոնք եւ անոնք պիտի անցնին, բայց դու միշտ նույնն ես, ու դարիները բնավեր չունին, քեզի ծառայողներուն որդիներուն հովանի տակ պիտի բնագին, եւ անոնք սերունդները ու ներկայությանդ պիտի հաստատվին։ Եվ այս վերջին դողերը արդեն ցույց կտա վաղճանախանությունը վերջին անտրվանը, որ համեմատելով մարդուց կյանքը ժամանակավոր, Աստծո հետ կապված հավիտենական Ժամանակավոր եւ Աստծո տված խոստումին հավիտենական կյանքի,
Եվ մանավանդ երբ որ կներկայացնեն ինչպես Քրիստոս ասել, երկինն ու երկիրը պիտի անցնեն, բայց իմ խոսքերս պիտի չանցնեն։ Եվ այդ խոսքերը չանցնին կնշանակի այնինչ որ պատկամեց, այնինչ որ փոխանցեց, այնինչ որ ինքը կատարեց իր փրկագործական ծրագրի կատարումով այդ բոլոր իրենց ավարտին հասցնելու։ Եվ հետապար ինչ է որ կսպասվի այսօր եկեղեցին, որ կդարաբի, որովհետև վերնակիրը դարաբող ծառային աղոթքն է։ Ինչ կսպասվի վերջին դողերն են։ Ահա թե ինչու թուն որ միշտ նույնն է, տարիները երբեք վերջ չունին, քեզի ծառայողներուն որդիները ևս Հովանի տակ պիտի քնագին եւ անոնց սերունդները քու ներկայությանը պիտի հաստատվին։ Որ սերունդ է սերունդ ինչպես Աստվածաշունչը կսովեցրել մեզ, որ ասո օրդությունը սերունդ է սերունդ կփոխանցվի։ Ինչպես նաև ասո անեցքը, բավիժը, բայց ի դարբերությունը մեկու բարակային մինչև 1000 սերունդ, Մույսի բարակային 3-ին մինչև 4 սերունդ։ Որ հագացույց կդասո ողորմությունը, որ ասված ինքը կսպասե, որ միգուցե 3-րդ, 4-րդ սերունդ հետո քալիք հաջորդ սերունդը անդրադառնա հիդակցի զղջմամբ եւ ապաշխարությամբ վերադառնա Աստծո եւ Աստված պատրաստ է վերստին ընդունելու զիրը։ Իսկ օրդության բարակային սերունդե սերունդ կփոխանցվի։ Եվ անցյալները որ գլսեի մեկ բացատրությունը որ գսել հետեւյալը։ Եթե այսօր մենք օրդություններ ունենք կրնանք ունենալ մեր կյանքի մեջ, միշտ հիշած ըլլանք, որ այդ օրդությունները ոչ անպայման մեր լավ փորձերում իբր հետևանք արդյունք, այլ մեր նախորդ սերունդներում մեջ եղած ասոգոմե դրված օրդությունները, որ կփոխանցվի սերունդ է սերունդ։ Այնպես չէ, որ ես այսօր փարիկներով գլեցին յանքս, որտեղ ես փարիկներ գնեմ։ Այնպես չէ, որ ես օրդություններով գլեցին, որտեղ ես լավ մարդ եմ, չէ։ Այլ որտեղ գրնալա, որ նախորդող սերունդները ապրած են այնպես, որ ասո օրդությունը նաև սերունդ է սերունդ։ Պայմանավ, որ հաջորդող սերունդներն որ պիտի բայելեն այդ օրդությունը, նաև նույն սերով այդ հավատարմությունը ցույց տան, ինչպես որ նախահայրերը այդ հավատարմությունը ցույց տվին։ Անորավարա միշտ հիշեցնե, եթե եպեք դուք ձեզ գցի Աբրահամի սերունդ կնկատեք, Աբրահամի հավատքի նման նաև հավատք ունեցեք։ Եթե Աբրահամը այդ օրդությունը ստացավ, իր այդ հավատքին այսպես լույսի տակ, նույնպես եթե գուզեք այդ Աբրահամի օրդությունը ցեզի կա, նույն այդ հավատքի հավատարմությունը ցույց տալու Աստծո նկատմամբ։ Ահա թե ինչն է կներկայացնե, որ քալիք Աստծո ծառայողներուն զավակները, որդիները եւ այդ քալիք սերունդները պիտի ինչ ունենան, Աստծո հովանի տակ պիտի քնագին եւ անոնց սերունդները քու ներկայությանը պիտի հաստատվին։ Այս պիտի բառը, որ ասկի առաջ խոսած ենք այն մասին, որ աբարնիի քալիքի հետ կապված է, գաբենք երանիներու հետ։ Երանի այսինչներուն, որովհետեւ պիտի այսպես ըլլան, պիտի չհանենք այդ նախատասությունեն, որտեղ հանկարծ այս անգամ սպասում ունենանք, ըստ երբ է որ այդ հովանին պիտի բայնենք։ Այդ հովանին դագնենք, բայց այստեղ նաև իր վաղճանապանական բաժինը կներկայացնե, իր ավարտը կներկայացնե, որն համար այսօր կրնան գսել դագավին ամբողջական այդ վիճակի մեջը չենք։ Դագավին կպայքարենք այդ բոլորին համար, դագավին կշարունակենք այդ վազքը, այդ ընթացքը դագավին կշարունակենք, իր ավարտին հասնելու պատկերացումով պիտին կներկայացնե այնպես որ դագավին քալիք մկա, որ ամբողջությամբ Աստծո հովանի տակ կլար։ Չի նշանակել չեմ հիմա, բայց դագավին իր ավարտը չէ հասած, իր լրումին, իր կատարումին չէ հասած։ Բայց այս վերջին դողերը կան դալու ինձի վստահություն։ Դուքան ներշնչելու ինձի հույսը։ Ինչա լնան վիճակները, ինչա լնան պայմանները արտաքին։ Քիչ առաջ Սերդովությանը սկիզբին այդ է որ գսեի։ Երբ որ կխնդրեմ իր մեր խաղաղությունը, որ դա յուրաքանչյուրի այլ մեր ներաշխարհի ներքին խաղաղությունը, որովհետեւ ինչա լնան պայմանները ունենալու հույսը, որ Աստված պատրաստած է փամը։ Եվ ադորամարալ այդ պատրաստվածին համար
Եբրայեցված նամակի 11-րդ գլուխը գսե այսպես. հավատք կնշանակե չտեսնվածներուն հույսը ունենալ։ Ինչը չի տեսնվիր հիմա առայժմ գալիք պատրաստած այդ Հովանին ամբողջականը վերջին հանգրվանը հավիդենական յան չերևիր, բայց գսե հավատք կնշանակե այդ չերեցող չտեսնվածին հույսը ունենալու եւ Պողոս Արաքյալը գսե այդ հույսով է որ կվազեմ որովհետեւ հասցնեմ ավարտին մրցանակը ծեր ցկելու համար եւ իր ցանկի վերջի անկրվանի փանդի մեջ իր նամակը գրե իրեն կորզագից աշակերտ Դիմոթեոսին ասելով բարի պատերազմեցա հավատքը սպահեցի ընթացքս ավարտեցի հիմա կսպասեմ արտարության վսակի որովհետեւ գիտե քիչ մի հետո կամ հաջորդ օրը պիտի զինք գլխատեն իր ցանկը պիտի ավարտի որպես ֆիզիկական կյանք, որպես երկրավոր կյանք, բայց ինքը ունի եւ իր բարերն են, ունի հույսը, այլևս ասի ինչու է որ կվազեմ, ինչու է որ վազեցի, ունիմ այդ հույսը, որ Աստված ինձ պիտի դա արդար դատավոր, ինձ պիտի դա այդ արդարության վսակ։ Այդ նույն հույսի, նույն հավատքին համար մերավոր կբարձրացնենք, որ այսօր Աստված մեզ մենք յուրաքանչյուրին դա այդ հույսն ու այդ հավատքը հակառակ այն բոլոր նեղություններում եւ դժվարություններում, որոնց մեջով կանցնի այսօր մարդկությունը։ Անորոման Քրիստոս բադահականորեն չսավ իր աշակերտներուն, ծեր սրտերը թող չի խռովի։ Աղոթեցեք, արթուն եղեք, պատրաստ եղեք, որպեսզի փորձության մեջ չինաք։ Ծեր սրտերը թող չի խռովին, որտեղ պիտի խռովին գրնան խռովի։ Մարդենք եւ գսես Սաղմոսերում եւ դու գիտես, որ մենք հողեղեն ենք Գնան մեր սրտերը, մեր հոգիները խռովիլ, բայց աղոթենք, որ Աստված մեզի դա այդ զորությունը, Աստված մեզի դա այդ շնորհք, այդ ուժը, կարողությունը, իմաստությունը, համբերությունը, որպեսզի կարողանանք ինչալլան պայմանները չգործընծնելու մեզի դրված Քրիստոսի իսկ ճշմարիտ խաղաղությունը։ Որպես իր առաջնորդությամբ նաև այս մեր կյանքի նավը հասնի մինչև այն խաղաղ նավահանգիստը, որն համար դեր պատրաստած է Քրիստոս։ Աղոթենք։ Բաղավան ամենայնի Քրիստոս աչքո հովանի լիցիկ երամեր իդվե և իքիշերի նստի պիտան իքնալի ճանավարի ննչեր և իարնեն զիմի երբեք սասանեցայց և ողորմիա քո արարածոց և մեզ բազմամեղացս ամեն